Փաշինյանի գործունեության մասին ինչ կարծիք ունեք։ Սարսափելի վատ։ Ինչու՞։ Սարսափելի վատ։ Ամեն հարցով 100% ինչքան կա։ Փաշինյանը ինչա արամի համար ոչ մի բան էլ լավ արել չի։ Մի նկարի։ Դավաճան մարդին երբեք չպիտի էլ դնի։ Բա նա իր ուղ չոնեստեղ ղեկավարը։ 1600 ավել տարի։ Վասակ Սուրեցու անունը մեր ժողովուրդը անեցքով է հիշում։ Ես Նիկոլ Փաշաև օղլու անունը 5000 տարի անեցքով կհիշվել բան չունեմ ասելու։ Եզրահանգման եկել։ Արա սա հողերը տվեց թուրքերին նորից եզրահանգման չկա։ Ինչքան հող է տվել թուրքին։ Դուք գրագետ աղջիկ եք, Արցախը Հայաստանի կազմում չէ, Հայաստան չէ Արցախը, Ադրբեջան երբ ել է։ Բայց ինչի կանեց ասաբեսի Ադրբեջանին։ Ինչի մեր մեջքը թուլացրեց, ինչի վար։ Փաշինյանի գործնեության մասին ես ինչ ասեմ, ամբողջ աշխարհը տենում է Փաշինյանը իր գործնեությունը ցավալը։ Ինչ գործեր անում։ Ի վնաս հայերին, ի օգուտ ուրիշներին։ Եվ անվտանգային խնդիրները, եւ ասենք ժողովրդին հնարավորություն տալու մոմենտները մարդիկ այսօր ասրանք թոշակառուները թոշակով չեն կարող ապրեն։ Մեկ երկրորդը գյուղացին ասենք հողամշակում, անասունապահում մսի գինը ինքնարժեքը ցածր, կաթի ինքնարժեքը ցածր։ Երադ ասում են կաթի փոշին բերեն օգտագործեն, կանց թե գյուղացուց կաթ տանեն։ Նորմալ գներով, բայց վերավաճառողը վաճառում է կրկնակ երակյավել գներով։ Դրա համար հսկողություն, վերահսկողություն պետք է լինի, թե չէ։ Չկա։ Դե եթե չկա, ես մի ոլորտը նշեցի, եթե չկա վերահսկողություն, մյուս ոլորտներում նույնպես չկա։ Եթե հսկողություն չկա, ուրեմն ոչ ման էլ չկա։ Դենը չի գոհացնը, որ լավ ենք ապրում իրան ժամանակով օրինակ իմար։ Օրինակ ինչը ձեզ դուք չի։ Օրինակ թոշակառու մարդենք, որ չի երկում էզի մեր ստացած թոշակը, որ ինչ կարողանանք ապրենք թոշակով։ Թոշակով ամեն ինչ չենք կարող առնենք, տան վարձամարտը տալու ենք։ Գոյություն ենք պահում մեկ էլ։ Բայց 10,000 դրամով ասել են, որ կավելացնեն։ Այդ 10,000 էլ նշի որ կպրգա։ Չի պրգելի 10,000 մեկը։ Վաբրանքը բարձր 10,000-ը զստենեց չկա արդեն։ Եկուց ավելի կբարձրանա։ Այդ 10,000-ի ձեդը նորից կբարձրանա։ Հենա այմտի խամդը դու, ասենք սիգարետը, հեչան անգծի, ալու հեչանը 7,000 դրամ։ 2005 թվականին իմ թոշակը 14600 դրամ էր։ Այդ 14600 դրամով ես ավելի լավ եմ ապրում, քան հիմի որ 72000 պլյուս 10000 են այդ վճարն եմ ստանում։ Այսինքն 82000։ Այդ 82000-ը չի բավականացնում։ Չի բավականացնում։ Այդ դրանց բանը որն է, ասում ենք բանն ենք, այդ ինչ են ասում են, տնտեսական աճ ունենք, ինչ կա 7% եւ այլ։ Ինչի հաշվին։ Երբ որ մենք արտահանումը պակասել է, ներմուծումը պակասել է, ինչի հաշվին է այդ քո շահույթը 7%-ը։ Այդ իդարա հաշվին է, որ ասենք թանկացրել է, ինքը փողերը հավաքը, բաժանում է իր այդ նախարարներին, իր կողմնակիցներին, հետո ասում է, գիտեք, չելի չեք ուզում, խաղաղությունը մարե, թոշակ է բարձրացրել, թոշակը մինչև այս ընտրությունները չէր բարձրացնում, կանել էր ասում 10,000 ենթադրենք մեկ աշխատողի թոշակառուն է 10,000 ինչ անելու։ Բայց մի ոնց է լավ, որ մեր թոշակառուներն են պետք է փող բարձրացնել, վիճակները լավացնել կան, այդ ոնց է լավ, որ տենց է լավ։ Մի բան էլ ասում էլի, ասենք ենթադրենք դուք էլի, ես դուք եք ցանկացած մարդ, ասենք ամեն ինչ էլ, ասենք սնունդ է, օգտագործվում է, չգիտեմ, մարդ եք, օգտագործում եք։ Հիմա դու կուկուռուզ կրծել է, կրծում ես, դու արի բան ես անում, ցույց ես տալի ամբողջ աշխարհին, թե Հայաստանի վարչապետը կուկուռուզ է կրծում։ Երաշկել կուտի, կուկուռուզել կուտի, ադիվուդիել կուտի, ինչ էլ որ ուտի, հակերով է քեզ որ ասում։ Բայց դու որ հելեր ես մասսականացնում ես, չեն ասում ես վարչապետը, ես պետության ղեկավարը, կուկուռուզ կրծել է մանակալը պետության ղեկավարը ալնում։ Դրանից ինչ գնացել է Վրաստան, բանա խփե, հարվածայի գործի կախփե, բարձրացնում թե ես գնացել եմ
Վրացի ժողովրդի վար նվագել եմ, այդ ինչը, էդի վարչապետի, էդի պետության ղեկավարի շնորհքը։ Փաշինյանի կառավարությունից ես ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Ни туда, ни сюда. Ни рыба, ни мясо. Երևանի փողոցները բոլորն ավիդվեր են։ Ասում են ասֆալտ են կանում։ Այդ առանց զուտ ասֆալտ են արել, ժողովուրդը բողոքում են։ Գերեզմանի փոսերի չափ փոսեր կան Երևանում։ Դու այդ բասին մտածեն։ Իսկ ձեր կյանքի որակը ինչպես է փոխվել։ Իմ կյանքը ոնց որ կարան ինձ ընթանում է։ Ոչ մեկն էլ լավ չի կառավարում իմ ջայլոց։ Մենք ես իմա տենց։ Մեր երգիրը քանի գնում է, վատանում է։ Ինչն ենք լավ ապրում։ Այ ցավը տանեմ դելա։ Հա, այդ 10000-ն է որ կփրկվեն այս թոշակառուները, հետո այդ ստանան, հետո այդ թանկացումները միշտ էլ է տենց այլ է։ Դա նորություն չի։ Փաշինյանի աշխատանքի մասին ինչ կարծիք ունեք, լավ է աշխատում, ինչպես է ղեկավարում։ Քու համար լավ է։ Ձեր կարծիքն է։ Հեսա։ Նա ելսի մեկ Բոյնա, ինչ են անում, ինչով են անում մեր ժողովուրդը։ Ոչ մի բան չեն անում։ Աշխատանք չկա մարդկանց։ Թոշակներն է 1000։ 10000 ասել են որ պետք է ավելի։ Այդ ինձնությունն է։ Այդ ինձնության համար է երգավորացին։ Ապրանքները իրաց ցանկության, ով ինչքան ուզում է բարձրացնում է։ Գնա կանաչ մի դասա կանաչյար։ Մի 10000 դրամով գնա մի օրվա կանաչյար։ Կառնեք, չէ կառնի։ Իսկ անվտանգային հարցերի մասին ինչ կարծիք ունեք։ Անվտանգությունը ինչ է, լավ է ժողովուրդը իրար չեն ուտում։ Գիտա, հա։ Գրակոծներ են Երևանում, գյուղերում, ստանություն։ Էդի անդերությունից է, ամեն մարդ իր պատասխանատվություն չի զգում։ Ղեկավար մարդը իր պատասխանատվություն չի զգում։ Ամեն ինչը ծածկում են իրար մեջ, սա վերջացնում են այդմա։ 83 տարեկան տղա եմ, մարդ եմ։ Ով ասես բան տեսե։ Սենց ինչ։ Ես ոնց ասեմ, ես քաոս վիճակ է։ Փաշինյանի գործնեության մասին ինչ կարծիք ունեք։ Վատ ղեկավարը։ Ինչ է փոխվել ձեր կյանքում իր կառավարման ժամանակահատվածում։ Իմ կյանքում ոչ մի բան չփոխել։ Մենակ հայրենիքն եք թողել եկել հասել էստեղ, ուրիշ ոչ մի բան։ 50 տարի Ղարաբաղում ես տուն տեղում դերել։ Ամեն ինչ թողել, գերեզմանը թողել, ամեն ինչ թողել եկել։ Եվ այս թե ինչ անում ես, ու վստահեց։ Ծանր չի, ոչ։ Ու վստահեց, որ ասում երեխաս էստեղ ապագա ունենա, քո երեխան է, մյուսի երեխան։ Որտեղ էստեղ հայրենասեր չկան, էստեղ փողասերները մեկ էլ դավաճաններ։ Աշխատատեղ չկա Հայաստանում։ Աշխատավարձը շատ քիչ, թոշակը քիչ։ Այսինքն կոմունալները թանկ, է մարդը ոնց ապրի։ Այս երկրը ոնց ապրի այդ մարդը։ Մարդ չի ուզում, այստեղ տուն վերցնի, չվերցնի, երկրորդ անգամ նորից տեղահանվում ենք։ Մեր ազգի վիճակը շատ լուրջ է։ Մեր ժողովուրդը չեն հասկանում։ Ասում են, հա, դեսօր հաց կա, այսօր ուտնենք, վաղը մեր երեխաները, մեր թոռները ինչ ապագա են ունենալու։ Մարդ տեսպենը համար մտածի, տեսպետը ասի, բայց աթորը համար, այդ աթորը համար որ կռվում ես, հող չի պիտի լինի, որ աթորը դնես վրա նստես։ Ղարաբաղից եկել է մոտ 15-20 հազար, պատերազմի զինվոր։ Պատերազմի զինվոր է եկել, հիմա ասում են գնամ ծառայության, պիտի ազնագիրիդ փոխես։ Ազնագիրիդ պիտի փոխես, որ գնաս ծառայության։ Իմ ազնագիրը Հայաստանի Հանրապետության ազնագիր է։ Խիչ պիտի իմ տղան այստեղ ծառայի, կամ ես աստված մի թե կռլունի գնամ կռվի մասնակցեմ։ Խեն դες բաներ անում։ Նույն ազնագիր, ես Հայաստանի Հանրապետության դրոշտակ երթում եմ տվել։ 25 տարի ծառայել եմ։ Հետախուզությամբ ծառայում եմ 25 տարի։ Հայաստանի Հանրապետության դրոշտակ, զինհաշմանդամ եմ։ Իմ փոշակս վճարել է Հայաստան։ Հիմա ասում է ազնագիրը պիտի փոխեք։ Ինչի փոխեմ ազնագիրս։ Նույն հայու չէ։ Ես թուրք չեմ հո։ Դες սխալներ կա։ Հիմա պիտի քաղաքացիություն ունես, որ գնաս ծառայության, ցավտանում, չեմ ուտնում, բայց գնում եմ ծառայության, իմ հայրենիքն է։ Ես էլ եմ հայրենիք։ Amma չէ, պիտի ազնագիրիդ փոխես։ Ինչի։ Հա 70 կոդը հայկական պասպորտ է։ Ասիկ Սյունիքինի 90 կոդն է։ Ինչի պիտի ես փոխեմ։